Առաջին հայացքից թվում է զարդարանքը միայն կանանց է վերաբերվում, ինչպես նշեցի, կամ աղջիկներին է վերաբերվում, որպեսզի իրենց տղամարդկանց, իրենց ամուսինների աչքում ավելի գեղեցիկ լինեն, ավելի հմայիչ, ավելի ցանկալի, բայց դա աշխարհային մարդկային մոտեցում է, մարդկային միտք է, իսկ որպես հոգևորներ մենք մեր երկնային փեսան ունենք Հիսուս Քրիստոսը, մեր Տերը ունենք, ով մեր ներսն է տեսնում, մեր հոգին է տեսնում, թե ինչ կա մարդու մեջ, մարդիկ չեն տեսնում, բայց Աստված տեսնում է, քո ներսում ինչ կա, արդյոք քո ներսը զարդարել ես, արդյոք քո ներսում գեղեցկություն կա, մաքրություն կա, արտաքինից շատ գեղեցիկ կարող է լինենք, բայց ներսում ինչ կա, կարևորը դա է, չէ՞, Աստված մեր ներսն է տեսնում, արդյոք մենք զարդարում ենք մեր ներքին կյանքը, մեր ներքին մարդուն Քրիստոսի համար, նա մեր հոգին է տեսնում, արդյոք հոգտանում ես քո ներսի մարդու համար, հոգևորի համար, քանի որ մենք եկեղեցի սիրած կյանքն ենք ընտրել ապրել, մենք հոգևոր կյանքն ենք ընտրել ապրել, Աստծո առաջ ապրելու որոշում ենք կայացրել, վերջո մեր գեղեցկությունը առաջնային պետք է լինի նախ Տիրոջ սիրտը ուրախացնելու համար, նրան հաճելի լինելու համար եւ ոչ թե մարդկանց, նրա բարեհաճության արժանանալու համար եւ ոչ թե մարդկանց, անշուշտ պետք է նաեւ մեր արտաքինին էլ խնամք տանենք, ուշադրություն դարձնենք, որպեսզի ավելի կոկիկ, ավելի գեղեցիկ, ավելի պարկեշտ տեսք ունենանք, ավելի մաքուր եւ այս էթիկական կանոնները վստահ եմ բոլորս հասկանում ենք։ Մարդիկ ասացի երևցածին են նայում արտաքինին, մինչդեռ Աստված մարդու ներսն է տեսնում։ Դե ինչ կա մարդու հոգում, ինչպիսին է մարդու սիրտը, իհարկե Աստծո աչքից ոչինչ չի վիրիպում, այնպես չի, որ Աստված միայն մարդու ներսն է տեսնում, Աստված նաև արտաքինն էլ է տեսնում։ Եկեղեցին որպես հարս նշանված է իր փեսային, եւ Աստվածաշունչը այդպես է, այս համեմատականն է անցկացնում։ Եկեղեցին հարս է հանդես գալիս, իսկ Տեր Հիսուս Քրիստոսը այդ հարսի փեսան է։ Գոյություն ունի սիրելիներ, Քրիստոսի աչքերում, ամբողջ տիեզերքում մեկ եկեղեցի, հա? Եվ գոյություն ունի մեկ փեսա, քանի որ կա մեկ փեսա, տարբեր եկեղեցիներ, տարբեր հարսեր չկան։ Մեկ փեսա, մեկ հարս, մեկ եկեղեցի, մեկ ամուսին։ Եկեղեցին որպես հարս նշանված է իր փեսա հետ եւ ամեն բան անում է եկեղեցին, որպեսզի իր փեսայի սիրտը ուրախացնի։ Համենայն դեպս դա է վայելուչ հարսի համար։ Երկրորդ Կորինթացիս նամակի 11-րդ գլխում եւ երկրորդ համարում կարդում ենք. Պողոս առաքյալը գրում է Կորինթոսի հավատացյալներին. «Ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ նշանեցի մեկ ամուսնու հետ, որպեսզի ձեզ որպես մաքուր կույսի Քրիստոսին ներկայացնեմ»։ Նայեցեք, Պողոս առաքյալը մտահոգված էր Կորինթոսի հավատացյալների նկատմամբ, որպեսզի չմոլորվեն, որպեսզի մաքուր լինեն, որպեսզի գիտակից լինի իրենց հոգևոր կյանքի ընթացքը, եւ ասում է ձեզ որպես մաքուր կույսի նշանեցի մեկ Տիրոջը, փեսայի հետ, Հիսուս Քրիստոսն է այդ փեսան։ Եվ այս համարներում առաքյալը միևնույն ժամանակ մտահոգվում էր Կորինթոսի հավատացյալների համար, որպեսզի սատանան չմոլորեցնի նրանց, որպեսզի չխաբվեն, ինչպես Եվան խաբվեց օձի կողմից, այդպես է նշում։ Որովհետև այսօր եւ թե անցյալում էլ այսպիսի մոտեցում կար, նայեցեք, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, այսպիսի մոտեցում կա, որ մոլորություն է։ Իբրև Աստված մարդու ներսն է տեսնում, մարդու հոգին է կարևորում եւ արտաքինը նշանակություն չունի։ Այսինքն քո մարմնի հետ ինչ կուզես կարող ես անել, ինչպես կուզես կարող ես ապրել, քանի որ Աստված քո հոգին է տեսնում, քո մեջ է, քո ներսը ինչ կա։ Ես դա մոլորություն է, սիրելիներ։ Մարդիկ ինչպես ուզում այնպես ապրում են, իրենց մարմնի հետ վարվում են այնպես ինչպես կամենում են, ասում են կարևորը մարդու ներսն է եւ վերջ։ Բայց հիշենք նշանավոր խոսքը Տեր Հիսուսի, որ ասաց. «Ծառը իր պտղից է ճանաչվում»։ Ինչպիսի պտուղ ենք տալիս, դա էլ նշանակում է ինչպիսի արմատ ունենք եւ ինչ կա մեր ներսում։ Ծննդոց գրքից վերցնենք այսօրվա մեր քարոզախոսության տեքստը, Ծննդոց գիրք 35-րդ գլուխ, մի քանի համար կարդանք, առաջին 5 համարները վերցնենք, գիրք Ծննդոց 35-րդ գլուխ, այստեղ խոսվում է թե ինչպես Հակոբ Նահապետին Աստված առաջնորդեց, Հակոբ Նահապետը եկավ մի տեղ Սուքեմի մոտ եւ Աստված խոսեց նրա հետ եւ ասաց պետք է բարձրանաս Բեթել ինձ համար պաշտամունք մատուցես, զոհ մատուցես։ Եվ Աստված ասաց Հակոբին. «Վեր կաց գնա Բեթել եւ այնտեղ բնակվիր եւ այնտեղ մի զոհասեղան շինիր Աստծուն, որ քեզ երևաց, երբ դու փախչում էիր քո եղբայրի Եսավից։
Այն ժամանակ Հակոբն ասաց իր ընտանիքին եւ իր հետ բոլոր եղողներին. հեռացրեք օտար աստվածներին, որ կան ձեր մեջ, եւ մաքրվեցեք ու փոխեցեք ձեր հագուստները, եւ վեր գնանք Բեթել, այնտեղ զոհասեղան եմ շինելու այն Աստծուն, որ իմ նեղության օրը ինձ լսեց եւ իմ գնացած ճանապարհին ինձ հետ էր, եւ բոլոր օտար աստվածները, որ իրենց ձեռքին կար, տվեցին Հակոբին, նաեւ իրենց ականջողների օղերը, եւ Հակոբը դրանք թաղեց Սուքեմի մոտ եղող կաղնուտակ, եւ ճանապարհ ընկան, եւ իրենց շուրջը եղած քաղաքների վրա Աստծո վախը ընկավ, եւ Հակոբի որդիներին չհետապնդեցին։ Ամեն։ Թող Աստված օրհնի սուրբ խոսքը։ Աստված երևցավ Հակոբին, խոսեց նրա հետ ասելով. վեր կաց եւ բարձրացիր Բեթել։ 4 կարևոր հրահանգներ տվեց Հակոբին։ Վեր կաց եւ հետո բարձրացիր, բնակվիր եւ զոհասեղան շինիր։ Վեր կաց, բարձրացիր, բնակվիր, զոհասեղան շինիր։ 4 բաներ, որը ցույց է տալիս հոգևոր կյանքի մասին, ընթացքի մասին, պաշտամունքի մասին, եկեղեցական կյանքի մասին, Տիրոջ առաջ ներկայանալու։ Հակոբը կարգադրեց, որ ժողովուրդը մաքրվեն, իրենց հագուստները, հանդերձանքը փոխեն եւ իրենց թերապիմները, այսինքն այդ կուրքերը, չաստվածիկները, որ իրենց հետ բերել էին իրենց հայրական տներից, նախկին կյանքից, այսպես ասած, եւ իրենց ականջի վրայի օղերը բերեցին տվեցին Հակոբին, այդ թերապիմների հետ, այսինքն այդ կուրքերի հետ կաղնու տակ, հողի տակ թաղեցին։ Եվ հետաքրքրական է, որ թե ականջողերը եւ թե թերապիմները նույն բախտի արժանացան, երկուսն էլ երկու վիճակներով էլ տեսնում ենք, որ կաղնուտակ հողի մեջ թաղվեցին։ Ուրեմն Աստված նման հրաման չտվեց, որ աստվածները թաղեն, հետո հագուստները փոխեն, չասած որ ձեր ականջողները թաղեք հողի տակ, սա ներքին ապրումների մղում էր։ Աստված միայն ասաց մաքրվեցեք, եւ մաքրվել ինչ է նշանակում։ Նշանակում է հին կյանքից ձերբազատվել, մաքրեմաքուր Տիրոջ առաջ ներկայանալ։ Հին հանդերձներ փոխելը նշանակում է նախկին կյանքը թողել մի կողմ։ Մենք Քրիստոսի արդարության զգեստներն ենք այլևս սակել։ Սա է նշանակում նոր կյանք, նոր սկզբունքներ, որպես նոր մարդիկ Հիսուս Քրիստոսի մեջ։ Պետք է հինը թաղված լինի, որպեսզի նորովի ընդունելի լինենք Աստծո առաջ։ Հոգու խորբում մենք հասկանում ենք, որ կանչված ենք, մենք հասկանում ենք, որ զգուշությամբ պետք է քայլենք Տիրոջ առաջ։ Գրված է Բեթել բարձրացիր։ Բեթել նշանակում է Աստծո տուն, եւ դուք գիտեք, որ Աստծո տունը բետոնե եւ քարե շինությունները չեն իրականության մեջ, այլ ես եւ դու ենք։ Քրիստոսի հարցն է Բեթելը, եկեղեցին է Բեթելը, ես եւ դու Բեթել ենք։ Ինչպիսի կյանքով ենք մենք ներկայանում Աստծո առաջ, ինչպիսի Բեթել ենք ներկայացնում ենք մեզանից։ Նախկին կյանքը հետևում թողած նոր կյանքի սկզբունքներով ապրենք։ Մաքրված, մեր կուրքերը թաղված, կուրքերը ինչ են իրանցից ներկայացնում։ Իհարկե որպես քրիստոնյա ժողովուրդ մենք ինչպես հեթանոս ազգերը, կռապաշտ ազգերը այդպիսի կուրքեր չունենք մեզ համար, փայտե, քարե կամ արձանիկներին երկրպագելու սովորություն չունենք, բայց այն ինչը որ Աստծո տեղն է գրավում մարդու կյանքի մեջ, դրանք կուրքեր են սիրելիներ։ Կուրքը կարող է լինել քո սիրած էակը, քո սիրած առարկան, քո սիրած մեքենան, քո սիրած տունը, քո սիրած զբաղմունքը, այս ամենը կարող են քո սրտիդ մեջ կարևոր դեր գրավել եւ դրանք կարող են լինել քո կուրքիկները, կուրքերը, թերապիմները, որոնք պետք է թաղենք Բեթել բարձրանալուց առաջ, Աստծուն զոհ մատուցելուց առաջ։ Պետք է հստակ անենք, որ մենք մեր անձի տերը չենք, սիրելիներ, եւ պատկանում ենք նրան, ով մեզ համար թանկին վճարեց, Հիսուս Քրիստոսին ենք պատկանում։ Նա մեզ ծախու առավ, իր սուրբ արյունը թափեց, իր կյանքը զոհաբերեց, որպեսզի մենք իրեն լինենք, իրեն պատկանենք, եւ Աստծո հոգին էլ բնակվում է մեզանում եւ մենք իրեն ենք պատկանում, մենք մեր մարմնի տերներ չենք, ամբողջությամբ իրեն ենք պատկանում, որովհետեւ խեղաթյուրված բացատրություններ կան, որ մոլորեցնում են մարդկանց, իբր մեր մարմինները մերն են եւ մենք ինչպես ուզես կվարվենք մեր մարմինների հետ, ամենայն հարգանքով, որովհետեւ ոմանցս մարմինների վրա դաջվածքներ էլ կան, չէ՞։ Դաջվածքներ անելը, տատու անելը, այսպես ասած, պատկերազարդ նախշեր, սողուններից սկսած միջև գանգեր,
գրություններ, նախադասություններ կամ նույնիսկ խաչեր եւ դաջում են իրենց վրա խաչեր, աստվածաշնչային համարներ, բայց նման մտածելակերպով մարդիկ սիրելիներ աստվածաշնչի տարանջություն չունեն, չեն հասկացել ինչ է սա նշանակում։ Դժբախտաբար։ Մինչդեռ Աստծո խոսքում կարդում ենք ձեր մարմնի վրա դաջվածքներ մի արեք, շատ պարզ, սեղով սպիտակի վրա գրված է։ Ղևտացոց գրքի 19-րդ գլուխ 28 համար, 21-րդ գլուխ 5 համար։ Իհարկե նոր կտակարանում դաջվածքների մասին գրված չի, բայց գրված է ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են եւ դարձյալ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ Աստծուց ունեք եւ դուք ձեր անձի տերը չեք։ Առաջին Կորինթացիներին 6:15-20 համարներ։ Սա մեծ վտանգ է ինչ առումով, սիրելիներ։ Այսպեսով դու քո մարմինը ծախում ես հակառակորդին, դուր ես բացում դիվային աշխարհի համար։ Դուր ես բացում, այսինքն արտոնություն ես տալիս։ Եթե լսել ես Աստծո խոսքը, եթե հավատացյալ ես, ուրեմն այլևս դու քո անձի տերը չես, դու տեր ունես։ Եթե նայենք տատու անողների հանդերձանքին, հագուստներին կտեսնեք, որ միտումնավոր կարճ եւ կիսատ են հագնվում, որպեսզի իրենց տատուները երևա։ Ասել է թե տատուն ինչի համար են անում, որպեսզի մարդկանց ցույց տան։ Տեսեք, ես կայացած մարդ եմ, տատուն եմ իմ վրաս։ Լավ չի, բայց պետք է հասկանանք սրա իմաստը, որովհետեւ մենք պետք է մեր մարմինները սուրբ պահենք։ Չարի համար դուր չբացենք մեր վրա։ Մենք ենթակա ենք Տիրոջը, մենք նրանն ենք, մենք նրա զավակներն ենք։ Եթե սա կարևոր բան լիներ, գոնե առաքելական նամակներից մեկում մի հատ այդպիսի հրահան կտեսնենք, պատվեր կտեսնենք, չէ՞։ Ցավոք սրտի։ Ուրեմն գալով մեզ, որպես քրիստոնյա հավատացյալներիս, կարող ենք հստակ հասկանանք, որ մենք մեզ պետք է զարդարենք ոչ թե մարմնական զարդարանքներով, այլ ներսի մարդու գեղեցկության մասին մտածենք։ Ինչպիսի մարդ է ձևավորվում մեր մեջ։ Ինչպիսին է մեր հոգեբանությունը, ինչպիսին է մեր հարաբերությունը Աստծո հետ։ Ինչով ենք զարդարում մեր կյանքը։ Որտեղ գեղեցիկ հատկություններ կան, գեղեցիկ առաքինություններ կան, որ նոր կտակարանը սովորեցնում է մեզի։ Այդ գեղեցիկ զարդարանքով զարդարանենք մեր կյանքը։ Հիսուս Քրիստոսով զարդարեք ձեր կյանքը, սիրելիներ։ Թող քո զարդարանքը Տիրոջը ուրախացնի, նրան հաճելի լինի։ Եթե մի բան հաճելի չի Աստծուն, մի արա։ Եթե մի բան տրտմեցնում է Աստծուն, պետք է քեզ էլ դա տրտմեցնի, որովհետև եթե դու Աստծո զավակ ես, քո հորդ պետք է ուրախացնես եւ քո հորդ նման լինես, ոչ թե աշխարհի նման։ Եթե սիրում ես Տիրոջը, ապա կապրես այնպես կամ կանես այն, ինչ ինքն է սիրում, եւ այդպիսով դու էլ կուրախանաս եւ կուրախացնես քո Տիրոջը։ Հնարավոր չի հակառակվես Աստծո խոսքին, եթե նրա հետ լավ հարաբերություն ունես եւ քայլում ես Տիրոջ հետ, քանի որ հավատացյալ ժողովուրդը Բեթելի բնակիչ է այլևս։ Բեթելի բնակիչը, այսինքն եկեղեցական կյանքով ապրող մարդը, Քրիստոսի հարսը, Աստծո առաջ երկյուղածությամբ պետք է ապրի։ Տերությունը ճանաչելով եւ տերության առաջ շիտակ քայլելով։ Նայենք Առակաց գրքի 11-րդ գլուխ 22-րդ համարին։ Գեղեցիկ կինը, եթե խոհեմություն չունի, ինչի նման է։ Գեղեցիկ կինը, եթե խոհեմություն չունի, խոզի նման է գրված է, որ քթին ոսկե օղակ է դրված։ Խոզ, որ քթին ոսկե օղակ է դրված։ Ինչ զարմանալի համեմատական է, չի անցկացնում Սողոմոնի իմաստունը այստեղ։ Ինչ է սովորեցնում մեզ այս խոսքը, որ գեղեցկությունը արտահայտվում է ոչ թե ոսկով, թանկարժեք զարդերով, այլ խոհեմությամբ։ Խոհեմությամբ ինչը բնորոշ չի խոզին, պատկերացրեք խոզի քթին ոսկի օղ է դրված եւ ինքը իրենից շատ գոհ քայլում է քաղաքի մարդաշատ փողոցներով, հպարտությամբ, կարծելով ինքը շատ գեղեցիկ է եւ ուշադրություն է գրավում, քանի որ իր քթին ոսկե օղ է դրված։ Որքան էլ օղը թանկարժեք լինի, գեղեցիկ լինի, պահանջված լինի, միևնույնն է նա խոզ է։ Եվ սա անմաքուր է Աստծո առաջ եւ պատահական չի, որ իմաստունը կենդանիներից օրինակ է բերում խոզին, որովհետև խոզը անմաքրության սիմվոլն է։ Իսկ ինչ են մտածում մարդիկ իմ մասին եւ քո մասին։ Աստծո աչքում հստակ է, որ նա ուզում է տեսնել կարևոր գանձը, որ մենք կրում ենք այս հողի ամանների մեջ։ Կարևոր գանձն է ուզում տեսնել, որը ցուցադրական չի, այն ներքուստ է, այն հոգևոր է եւ դա է գեղեցկացնում այս պարագայի մեջ կնոջը կամ հավատացյալին։ Ուրեմն կնոջ գեղեցկությունը առ ոչինչ է, եթե խոհեմություն չունի, սիրելիներ։
Ունայն է վայելչությունը, գեղեցկությունը, չէ, ամեն բան անցնում է, բայց խոհեմ կինը տիրոջ մե շնորհք է գտնում։ Առակաց 14:35 Թագավորի հաճույքը խոհեմ ծառայի վրա է։ Թագավորը մեր Տերն է, եւ մենք նրա ծառաներն ենք։ Եվ նա հաճույք է ստանում, երբ որ մենք խոհեմ ենք գտնվում իր առաջ։ Նայեցեք, այն ամենը, ինչ մեզ գրավում է, ինչ մեզ դուր է գալիս, ինչ մեզ գրավում է, եւ դրանով ենք տարված, լինի դա սովորություն, շրջապատի մարդիկ, վայրեր, որոնք սիրում ենք, որտեղ սիրում ենք գնալ, ուրեմն ինչով ես զարդարում քեզ։ Ինչով ես ցանկանում քեզ զարդարել, գեղեցկացնել։ Շատ հաճախ մարդիկ իրենց զարդարում են իրենց շրջապատով, իրենց սովորույթներով, որոնք գիտեք շատ հաճախ ավելի ապականում են, ոչ թե զարդարում են, որտեղ Աստված, ինչպես արդեն ասացի, քո ներսն է տեսնում։ Ինչով ես զարդարել քո հոգին, քո ներսի մարդուն։ Իսրայելը մոռացել էր իր զարդերի մասին, գրում է Երեմիա մարգարեն։ Իսրայելը մոռացել էր իր զարդարանքի մասին, եւ Աստված մարգարեի միջոցով այս մասին է խոսում ասելով. Միթե կույսը կմոռանա իր զարդը կամ հարսը իր գոտին, բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որ թիվ չկա։ Աստվածաշնչում հանդիպում ենք թանկարժեք զարդարանքով զարդարված կանանց, որոնց համար Սուրբ Գիրքը բացասական է անդրադառնում։ Ու գիտեք, շատ հաճախ, երբ որ խոսում ենք զարդարանքի մասին, միշտ հղումը գնում է կանանց վրայով։ Բայց մենք սրա հոգևոր նշանակությունն ենք հասկանում, դե բնական է, որ կանայք են սիրում զարդարել իրենց տարբեր զարդերով, հագուստներով, մազերով եւ այլն, բայց դրա հոգևոր նշանակությունը մենք պետք է հասկանանք եւ դրա մասին կանդրադառնանք։ 4-րդ թագավորաց գրքում կարդում ենք բացասական մի կնոջ մասին։ Աքահաբ թագավորի կինը Հեզաբելը, հեթանոս եւ չար թագուհին, որ շատ Աստծո զավակների եւ մարգարեների արյունը իր վրա էր։ Ուրեմն Հեզաբել անունով թագուհու մասին ենք այստեղ կարդում։ Աքահաբի չար թագավորի կնոջ, ով իր մարդուն գրված է, որ խելքի հանեց կամ գլխի հանեց, իր մահից րոպեներ առաջ զարդարվեց գրված է, աչքերին սուրմա քսեց, գլուխը զարդարեց եւ պատուհանից դուրս նայեց, քանի որ նոր թագավոր էր գալի, հեյու թագավորն էր գալիս, եւ երբ որ պատուհանից դուրս նայեց, ուզում էր ցույց տալ եւ գրավեր թագավորին, իրեն գեղեցկացրեց արտաքին զարդերով եւ հեյու թագավորը, երբ որ տեսավ այդ կնոջը, Հեզաբելին, հրամայեց, ասեց այդով է նայում, նշան արեց, որպեսզի պատուհանից ցած գցեն։ Եւ նորմալ գերեզման էլ չունեցավ։ 4-րդ թագավորաց 9-րդ գլուխ 30 համար։ Հայտնության գրքի 17-րդ գլուխ, Հայտնության գիրք 17-րդ գլուխ։ 4-րդ խոսքից հանդիպում ենք մի ուրիշ անբարո կնոջ, որ հավատուրած եկեղեցին է նշмарում։ Անհավատարիմ եկեղեցին, այսպես ասած, որ պետքա ժամանակների շրջանի մեջ լինի, բայց ճշմարիտ եկեղեցին արդեն երկնքում պետք է լինի։ Սուրբ Գիրքը նրան ներկայացնում է որպես պոռնիկ կինը, որ ծիրանի եւ կարմիր է հագնում, այսինքն թանկարժեք զգեստներ է հագնում, թագավորական հագուստներով է իրեն զարդարում։ Բայց անբարո կին է, ոսկով եւ պատվական քարերով եւ մարգարիտներով զարդարված էր գրված է։ Եվ դա նաեւ այն մեծ ու անբարո քաղաքի խորհուրդն է, ուր սատանան է իշխում։ Հայտնություն 17:3-18 համարը կարող եք կարդալ։ Սիրելիներ, Աստված դեմ է նմանատիպ երևույթներին։ Հեզաբելյան վարդապետություն քարոզողներին, հեզաբելներին, այսպես ասած։ Ինչպես տեսնում ենք Հայտնություն 2-րդ գլուխ 20 համարից, երբ որ տեսնում ենք Տիրոջ պատգամը Թիվատիրի եկեղեցուն, որոնց մեջ հեզաբելյան վարդապետություն էին տեղիք տվել, քարոզում են եւ Հեզաբելն էր իշխում եւ թելադրում այդ եկեղեցում։ Եվ նրանց նմանների դատաստան անողորմ է լինելու, ինչպես կարդում ենք Հայտնության գրքի մեջ։ Առհասարակ, երբ խոսում ենք զարդ եւ զարդարանքի մասին, այն վերաբերվում է կանանց, ինչպես տեսանք մի քանի օրինակներով Աստվածաշնչում։ Կանանց զարդարանքներին, քանի որ տղամարդը զարդարվելու հակում չունի, ցանկություն չունի, նա այդպես է ստեղծված։ Տղամարդիկս այդպես ենք։ Եվ գիտենք, որ եկեղեցին առհասարակ ինքը ներկայացված է իքական սեռով։ Պատկանում է իքական սեռին, որպես կնոջ կերպարով կամ որպես հարս, որի ամուսինը կամ որի փեսան Հիսուս Քրիստոսն է։ Դրա համար շատ օրինակները զարդի եւ զարդարանքի կնոջն է վերագրված։ Այսինքն եկեղեցին պետք է այդպեսին լինի, թե տղամարդիկ, թե կանայք, սիրելիներ, պետք է մեր զարդարանքը ներսից լինի։
մտածենք ներսի մարդու մասին, ներսի գեղեցկության մասին։ Եկեք մեկ համար էլ ընթերցենք առաջին Պետրոսի 3-րդ գլուխ 3-ից 5 համարներ։ Եվ այստեղ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է հավատացյալ կանանց զարդի եւ զարդարանքի մասին։ Առաջին Պետրոս 3-րդ գլուխ 3-ից 5 համարներ։ Նրանց զարդարանքը թող լինի ոչ թե արտաքուստ մազերի հյուսվածքներով եւ ոսկեղեններով կամ շքեղ հանդերձանք հագնելով, ոչ թե այդպիսին, այլ թող լինի սրտի ներսում թաքնված մարդը հեզ ու հանդարտ հոգու անեղծանելի զարդով, որ Աստծո առաջ խիստ պատվական է, քանի որ հին ժամանակներում սուրբ կանայք, որ Աստծուն էին վստահել, իրենց ամուսիններին հնազանդ լինելով, իրենց անձերը այս ձևով էին զարդարում։ Այս ձևով էին զարդարում։ Եվ գոնե այս երկու արտահայտությունները, երկու բառերը կարող են հիշել, ինչպիսին էին հեզ ու հանդարտ, հեզ ու հանդարտ։ Անցնենք առաջ։ Կարդացինք, որ այսպես են զարդարում իրենց աստվածավախ կանայք։ Ում ես ուզում հաճեցնել, մարդկանց թե Աստծուն։ Այստեղ է հարցը։ Ում ես ուզում հաճեցնել։ Եվ քո վարքով, քո դրսևորումով, քո սովորություններով կարող ենք մենք հասկանալ ինչ պտուղ է, հետևաբար ինչ ծառ է։ Կան զարդարանքի տեսակներ, որոնք են հպարտությունը, սիրելիներ, որոնք են մեծամտությունը, նախանձը, եսասիրությունը, խաբեությունը, չար ցանկությունը եւ նմանատիպ վիճակներ եւ մարդիկ շատ հաճախ դրանց կրիչներն են։ Սա զարդարանքի տեսակ է։ Բայց Տերը այդպես չպատրաստեց իր հարցին, այլ սատանան է խաբում եւ խեղաթյուրում մարդկանց, մոլորեցնում եւ շեղում, այլ արդարության զգեստներով, սրբությամբ եւ ուրախության յուղով օծեց Աստված եւ բոլոր գեղեցիկ առաքինություններով զարդարեց իր հարցին, իր եկեղեցուն, ինչպես տեսնում ենք Հայտնության 21-րդ գլխում, որ գրված է երկնքից նոր Երուսաղեմը, որ Աստծուց էր ցած էր իջնում, պատրաստված էր իր Փեսայի համար, որպես զարդարված մի հարս, զարդարված մի հարս։ Հարսանիքներում հարսը շատ գեղեցիկ է լինում, վստահ եմ ձեր հարսանիքների մեջ էլ հարսը գեղեցիկ էր, չէ՞։ Հարսը պետք է գեղեցիկ լինի։ Ամեն բան անում է հարսը, որ հարսանիքի ժամանակ ինքը հատուկենտ լինի, գեղեցիկ, ու միակը լինի գեղեցիկ։ Շատ հաճախ ես տեսնում եմ հարսանիքի ժամանակ ուրիշ աղջիկներ, ուրիշ կանայք մրցակցության մեջ են լինում, որ հարսից ավելի սիրուն լինեն։ Սա լավ սովորություն չի, մենք պետք է թույլ տանք, որ հարսը երևելի լինի, հարսը գեղեցիկ լինի, հատուկ լինի, իր զգեստով, իր զարդարանքով, չէ՞, իր խոնարհությամբ, չգիտեմ, թեկուզ իր պարով, ամեն ինչ գեղեցիկ լինի, հատուկենտ լինի, եւ Տերը այդպեսին է ուզում մեզ տեսնել, որպեսզի մենք հատուկ լինենք իր համար, առանձնացված լինենք, ամենալավը լինենք։ Երկերկոց գրքի մեջ որ կարդանք, Երկերկոց գիրքը սիրո մասին է, խորհուրդ կտամ կարդաք, ընդամենը 10 գլուխներ են։ Հարսի Փեսայի մասին, Քրիստոսի եւ եկեղեցու մասին կարդացեք, քանի որ հարսը ասում է՝ «Մի նայր, որ ես սև եմ, որովհետեւ ինձ արևը տեսավ»։ Այսինքն մեղքի պատճառով հարսը դգեղացավ, սևացավ, բայց Աստված այդպես է տեսնում, այդպես է հավանում։ Մի նայր, որ սև ես, արտաքինը կարող է սև լինել, դգեղ, բայց ինքը ներսն է տեսնում։ Դու իմն ես ասում, ես քեզ քո անունով կանչեցի։ Ուստի զարդարենք մեր կյանքը գեղեցիկ առաքինություններով։ Գեղեցիկ առաքինություններով, Սուրբ Հոգու զարդերով զարդարվենք։ Նա առաջի հայացքից սև է, անշուք է, մեղքի պատճառով սևացած է, դաշտի մեջ նետված է, անտեսված է, լքված է, գերիվարված է։ Այդպիսին է կին, այդպիսին է հարսը, բայց Աստված, որ լի է ողորմությամբ եւ սիրով, նա այդպիսին սիրեց հարսին։ Մենք էլ մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, մենք էլ սև ենք։ Տերը մեզ այդպես սիրեց եւ մեզ կյանք շնորհեց, որպեսզի զարդարի նրան իր որդու համար, որպեսզի մենք Քրիստոսի համար գեղեցիկ լինենք, հատուկ լինենք։ Ուրեմն եկեք բարձրանանք Բեթել, սիրելիներ, փոխված կյանքերով, մեր հանդերձները փոխած, մաքրված, մեր հին հագուստները փոխած, մարմնավորը թաղած, որպես նոր մարդիկ, նոր կյանքի եւ Քրիստոսի համար բարձրանանք։ Հինը թողած մի կողմ, մարդկայինը, մարմնավորը թողենք մի կողմ եւ զարդանենք մեր կյանքը գեղեցիկ, երկնային, հոգեվոր առաքինություններով։ Ամեն։ Եթե համաձայն եք, ասեք ամեն, մի ամաչեք։
Եկեք աղոթքով վերջացնենք այսօրվա մեր ժողովը, եթե թույլ կտաք։ Եկեք ոտքի կանգնենք։ Աղոթենք։ Այս Աստծո խոսքից ինչ որ մենք լսեցինք, ինչպես սկզբում ասացի, շատ հաճախ Աստծո խոսքը մեր ցավոտ տեղերին է կպնում, մեր թույլ տեղերին, իմ, քո, բոլորիս։ Եվ դա լավ է, որովհետև Աստծո խոսքը ինչի նման է, երկսայրի սուրի նման է, դանակի նման է, մուրճի նման է գրված է, եւ ջրի նման է, այսինքն պետք են սրանք, որպեսզի մենք փոխակերպվենք, եթե սխալ բաներ կան, սրբագրվենք, չէ, փոխվենք, սա խոնարհության հարց է։ Եվ խնդրենք, որպեսզի Տերը մեր կյանքերի մեջ իրագործի, իր Սուրբ Հոգու աշխատանքը թույլ տանք։ Եթե ուզում եք Աստծո համար գործեք, Աստծո համար ապրեք, մեկ նախապայման կա առաջնային։ Նախ պետք է թույլ տաս, որ Աստված քո կյանքիդ մեջ գործի։ Եթե թույլ տաս Աստված քո կյանքիդ մեջ գործի, դու կարողանաս հասնել այն փուլին, որպեսզի կարողանաս Աստծո համար գործես։ Գիտես, մարդու սրտի վրա ռուշկա կա, բռնակ։ Եվ այդ բռնակը քո ներսից է, դրսից չի։ Տերը թակում է դուրը, որպեսզի դու դուրդ բացանես։ Ինքը ստիպողաբար զորով չի մտնում կյանքիդ մեջ։ Ինքը շատ խոնարհությամբ, շատ հեզությամբ ձայն է տալիս։ Սիրելիս, ես ուզում եմ գամ կյանքիդ մեջ, որպեսզի կյանքդ փոխվի։ Կյանքդ զարդարեմ երկնային առաքինություններով Փեսայի համար։ Հայր երկնավոր, որդուդ Հիսուս Քրիստոսի անունով քո առջև ենք գալիս։ Ինչպես որ ենք Տեր, մենք ոչ իրավունք ունենք, ոչ էլ կարող ենք թաքցնել մեր էությունը, մեր ինքնությունը, թե մեր ներսում ինչ կա, դու ամեն բան տեսնում ես, որովհետև դու սրտերը քննող Աստված ես։ Կխնդրենք, որպեսզի մեզի փոխես, ձև տաս, փոխակերպես այնպես, ինչպես դու ես ուզում տեսնել, որովհետև մենք քոնն ենք Տեր։ Մեզ համար որդիովը Տեր մեծ փրկագին ես վճարել։ Հիսուս Քրիստոս իր կյանքը տվեց մեզ համար։ Խնդրում եմ Տեր, մեր մեջ փոխիր այն անձը տես, այն անձին տես, որ քեզի հաճելի լինի, քեզի հարմար լինի Տեր։ Մենք հանձնվում ենք մեր ձեռքերից դեպի քո օրհնյալ ձեռքերիդ մեջ, քո օրհնյալ աստվածային կամքին ենք հանձնվում։ Ուզում ենք դու մեր կյանքին մեջ գործես։ Օրհնես այս խումբ, այս եկեղեցին, եղբայրներ, քույրերը, այս եկեղեցու գործունեությունը եւ ծառայությունը, թող քո կամքի համաձայն եւ քո փառքի համար գործեն։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։